Օրինակ կար, չէ, Վրաստանում ինչ-որ մի տատիկ մեր Հայաստանի ինտերնետային ցանցի կաբելներ կտրել իր բայով ու ամբողջ Հայաստանի կեսի ինտերնետ չուներ։ Զավեշտալի է, բայց միանգամայն իրական դեպք է։ Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել ինտերնետի խափանման բարդ ու երբեմն հումորային պատմությունների։ Գուցե այդ պատմություններին վերջ դնելու հերթը եկել է։ Ի վերջո Հայաստանն արդեն դարձել է Starlink-ի աշխարհում առաջատար արբանյակային ինտերնետ ծառայություն մատուցողի 130-րդ պաշտոնական երկիրը։ Հայաստանի կառավարությունը փորձում է մի շարք քայլերով, գործողություններով ընդհանրապես Հայաստանի կապի եւ հեռահաղորդակցության սուվերենությունը բարձրացնել։ Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են ամբողջ Հայաստանի տարածքում, սկսած քաղաքային կենտրոններից մինչև ամենահեռավոր գյուղեր ու դժվարամատչելի լեռնային շրջաններ։ Կապ ես հաստատում ուղիղ Sputnik-ի հետ, առանց որևէ օպերատորի հետ գործ ունենալու, վճարում ես քո տարիֆի համար, ստանում ես ինտերնետ ու այդ ինտերնետը քոնն է, կարող ես օգտվել իրանից։ Starlink-ը խոստանում է ոչ միայն արագություն ու հուսալիություն, այլ նաև անվտանգություն, թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ ստեղծելով, սակայն ինչպես նշում է թվային ոլորտի մասնագետ գյումրեցի Արգիշտի Եգորյանը, այն նաև իր բացասական կողմերն ունի։ Կան պլյուսներ եւ մինուսներ։ Մինուսներից ամենամեկը, ամենաառաջինը իր թանկարժեքությունն է, որովհետեւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նմանատիպ ինտերնետ, ինչու որովհետև թանկ է։ Starlink-ի ծառայությունների լայն հասանելիությունը խոստանում է կապի նոր հնարավորություններ։ Անկախ այն բանից քաղաքում, լեռներում թե անտառում կապն աշխարհի հետ չի ընդհատվի։ Դա կարևոր առավելություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր աշխատում են հեռավար կամ ապրում են բնության գրկում։ Մեծ խնդիր է լեռնային գոտիներում, գյուղերում ինտերնետ հասնելու խնդիրը, որտեղ կա, ու այդ խնդիրը լուծելու համար շատ լավ միջոց է, օրինակ համայնքապետարանները կարող են օգտվել դրանից, չգիտեմ, 50 գիգաբայթ ինտերնետի տարիֆ կար, եթե չեմ սխալվում, ճիշտ հիշում եմ, 18000 դրամ տալով կարող են լեռնային գոտիներում ստանալ ինտերնետ ուղղակի Sputnik-ին կպնելով։ Բայց այստեղ առաջ է գալիս հարցը, արդյոք այդ կապը հասանելի է բոլորի, թե միայն որոշների համար։ Երբ համաշխարհային տեխնոլոգիան բախվում է տեղական սոցիալ-տնտեսական իրողություններին, ի հայտ են գալիս նաև անհավասարություններ։ Կոնկրետ մեր դեպքում Գյումրիի մասշտաբում ես կոնկրետ այս պատմությամբ իր օգտակարությունը ցածր եմ գնահատում, ինչու որովհետև մենք ունենք ավելի մատչելի ինտերնետից հնարավորություն, որ նոր այս մատչելի ինտերնետը տալիս, ավելի արագ կարող ենք ինտերնետ ստանալ, ճիշտ է, մի քիչ թանկ լինի, բայց ավելի մատչելի, քան թե Starlink-ի տրամադրած ինտերնետը։ Պլյուս այդ սարքը զուտ սարքի Հայաստան գալու համար, ես էլի նայեցի ինտերնետում տարիֆները մոտավորապես 200,000-ի կարգի գումար պետք է տակ զուտ սարքին, պլյուս արդեն տարիֆին ամեն ամիս իրան վճարելու համար։ Այսինքն ինչքան է ռիզոնն իրանից օգտվել այս բարդությամբ հասարակ քաղաքացուն, այդ կանել չեմ գտնում իմաստ, բայց զուտ այն տարածքների համար, որոնք որ չունեն հասանելիություն նորմալ ստանդարտ ինտերնետին, որոնք մենք ունենք, նույնը հեռախոսային ինտերնետը կամ զուտ ցանցային կամ լարային ինտերնետը, այդ շրջանակներում Գյումրիի մասշտաբում կոնկրետ իր կիրառությունը մի քիչ է, էլի։ Եթե դուք որպես սովորական քաղաքացի եք իրենից օգտվում, այնտեղ երկու տարիֆ կա, 18000 դրամանոց փաթեթը կա, որ անսահմանափակ է, բայց չի երաշխավորված արագություն է, այսինքն Starlink-ն ասում է, որ եթե կոնկրետ այդ արբանյակից շատ օգտագործողներ լինեն, ձեր կապը դանդաղեցվելու է։ Եվ կա 24000 դրամանոց փաթեթը, որից հենց հիմա ես օգտվում եմ, դա մոտապես այդ իմ ասած 60-70 եվրո գումարին է համընկնում, եթե հաշվեք, մոտապես այդ գինն է, ինչ որ Ամերիկայում էր նախկինում։ Եվ այդ 24000-անոցը երաշխավորում է նորմալ բարձր արագություն, նույնիսկ եթե այդ նույն արբանյակից շատ այլ օգտատորներ կպած լինեն։ Որքանով պետությունը կնպաստի այս ծառայությունների հանրայնացմանը դեռ պարզ չէ, բայց տեխնոլոգիական կարևոր առաջընթացին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրելով. Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։